անգլերեն մի հատ այսպիսի խոսք ասում on the ground, շատ քաղաքական տերմին է, քաղաքական գործիչներն են շատ օգտագործում, ինչը նշանակում է տեղին, գործնականում, այստեղ տեղի ունեցող մի բան, իրական իրավիճակ։ Եվ ես ուզում եմ ձեզ մի իրական իրավիճակ ասել, որ այս վերջերս ինձ հետ տեղի ունեցավ եւ այդ ապրումները ձեզ հետ կիսել։ Վերջերս տղայիս Դանիելին տարել էի մանկական խաղահրապարակ, որը առևտրի կենտրոնում էր, եւ թողեցի իրեն այնտեղ երկար ժամանակ ունեի խանութում առևտուր անելու համար, եւ դա այնպիսի մի առևտուր էր, որ ես չէի շտապում, նայում էի ապրանքների դիզայնը, նայում էի ապրանքների գնացուցակը, մի խոսքով չէի շտապում, ամեն ինչ նայում էի եւ ինձ համար հայտնաբերեցի, միգուցե դուք նույնպես հայտնաբերել եք ձեզ համար, որ վերջին շրջանում շատ ապրանքներ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում թանկացել են։ Եվ քանի որ վերջի 3 տարվա մեջ հնարավորություն եմ ունեցել լինել եւ Ամերիկայում եւ Ռուսաստանում եւ ինչ-որ մի հատված ապրել այնտեղ, որոշ ապրանքատեսակներ անգամ թանկ են, Հայաստանի ապրանքատեսակները թանկ են այնտեղի գներից, եւ սա որոշակի սոցիալական եւ մտահոգությունների առիթ է տալիս, մտավախությունների ապագայի նկատմամբ, բայց ես այսօր բարձրացել եմ այստեղ ամբիոն, որպեսզի ոչ թե այդ մտավախությունների վրա ավելի շատ մտավախություն ավելացնեմ, այլ խոսեմ եւ ասեմ, որ Աստված մեծ է եւ Աստված ամեն իրավիճակում ունի մեզ համար լուծումներ։ Ես հավատում եմ, որ Աստծո շնորհը ել ավելի կառատանա նման դեպքերում եւ եթե մենք ունենք մեծ կարիքներ, մենք ունենք նաեւ մեծ Աստված մեր կարիքների համար։ Ես ուզում եմ միտեղ կարդալ Մատթեոս ավետարանից 12-րդ գլուխ 42 խոսքից, այստեղ Հիսուսը խոսում է դպիրների, փարիսեցիների, հրեաների հետ եւ նրանից նշան են ուզում եւ նա երկու նշան է տալիս, որոնցից մեկը հետեւյալն էր, որ հարավի թագուհին դատաստանին այս սերնդի հետ վեր կկենա եւ կդատապարտի նրան, որովհետեւ երկրի մյուս ծայրից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, իսկ ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա։ Փառք Աստծո։ Այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա։ Գիտեք, սա շատ ուշագրավ եւ համարձակ հայտարարություն է, որովհետեւ եթե դու խոսես հրեայի հետ Սողոմոնից, նրա աշկերը միանգամից ուրախությունից փայլում են, նրա արյունը, որ երակներում ունին ազգային հպարտությունից ավելի եռում է այդ արյունը, եւ եթե մարդը իրեն համեմատեր յուրաքանչյուր մարդ Սողոմոնի հետ, դա կլիներ ինքնահավանության նշան։ Եվ ընդհանրապես համեմատությունները այդքան էլ օգտակար չեն մեզ համար, որովհետեւ այդ համեմատության մեջ երևացող տարբերությունները հաճախ խլում են մեր ուրախությունները։ Բայց այստեղ Հիսուսը, լինելով ստեղծող, ինքը իրեն համեմատում է ստեղծվածի հետ եւ ասում է, որ ես ավելի մեծ եմ եւ ես կուզենայի, որպեսզի տեսնենք, թե այդ ինչ նմանություններ եւ տարբերություններ կար Սողոմոնի եւ Հիսուսի մեջ, որտեղ է նրա մեծությունը։ Առաջի բանը, որ ուզում եմ նշել, որ Սողոմոնը իմաստուն էր։ Երբ որ անգամ այս մեր օրերում էլ խոսում են, ուզում են մեկի իմաստությունը ընդգծեն, մի մարդու իմաստությունը ընդգծեն, ասում են, որ նա իմաստուն է ինչպես Սողոմոնը։ Այո, Սողոմոնը իմաստուն էր, բայց նա չէր կարող մարդկանց համար իմաստություն դառնալ։ Եվ Պողոս առաքյալը մեզ օգնության է գալիս եւ ասում է, որ նա դարձավ մեզ համար իմաստություն։ Այս առումով Հիսուսը մեծ է նրանից։ Սողոմոնը իր իմաստությունը ցուցաբերում էր բարդ, խճճված վեճերի ժամանակ։ Դուք հիշում եք այն պատմությունը երկու կնոջ, երբ որ եկան նրա մոտ եւ նա ինչպես լուծեց այդ հարցը։ Սիրելիներ, չկա այնպիսի մի հարց, որ դու բերես Հիսուսի առաջ եւ նա չկարողանա լուծի։ Չկա այնպիսի մի խնդիր, որ նա դա չկարողանա լուծի։ Եթե ունես կարիքներ, եթե ունես խնդիրներ, եթե դրանք ֆինանսական են, սոցիալական են, խնդրում եմ այսօր բերես այդ կարիքները Հիսուսի առաջ, որովհետև նա ավելի մեծ է, քան Սողոմոնը։ Երկրորդ նմանությունը, որ կար նրանց միջև, դա խաղաղությունն էր։ Սողոմոնի ժամանակ երկրում խաղաղություն տիրեց։ Երկարատև պատերազմներից հետո երկիրը հանգստացավ եւ այլևս չէր լսվում պատերազմողների փողի ձայնը։
նվաճողների փողի ձայնը չէր լսվում։ Նա խաղաղություն բերեց երկրին եւ նրան հիշում են որպես խաղաղության թագավոր մի մարդ, որի ժամանակ Իսրայելը իր ոսկե դարն է ունեցել։ Բայց Սողոմոնը չի կարող մարդկանց սրտերին խաղաղություն տալ։ Նա չի կարող մարդկանց մեղքի բեռը վերցնել։ Նա չի կարող մարդկանց ներում տալ։ Եվ այս առումով Հիսուսը ավելի մեծ է, քան Սողոմոնը, որովհետև նա մեզ իրական խաղաղություն եւ հանգստություն է տալիս։ Ես չգիտեմ դուք ինչերի միջով եք անցնում, եթե խռոված եք, եթե ունեք անհանգստություններ, Հիսուսը կարող է դրանց պատասխանը տալ եւ խաղաղություն տալ ձեզ։ Հաջորդ բանը, որ Սողոմոնը ուներ, դա նրա մեծ գործերն էր։ Նա մի մարդ էր, որ մեգա նախագծեր ձեռնարկեց, նա մեգա շինարարություններ սկսեց, կառուցեց պալատներ, կառուցեց տաճարը, որը դարձավ այդ ժամանակվա աշխարհի 7-րդ հրաշալիքներից մեկը, կառուցեց պաշտպանական ամրություններ եւ ամրոցներ, եւ ջրամբարներ կառուցեց եւ լեռներից լեռնային ջուրը ջրատարների միջոցով հասցրեց քաղաքներին մարդկանց։ Սիրելիներ, Հիսուսը ինքը անմիջապես հոր գահից այդ ջրատարը անցկացրեց եւ ծառավ մարդկանց ջուր բերեց։ Նա այն հավերժ ջրատարն է, որի միջոցով հոսում են երկնային հեղեղները։ Եվ այս առումով նա ավելի մեծ է եւ նրա գործերը ավելի մեծ են, քան Սողոմոնինը։ Հիսուսը պաշտպանական ամրություններ եւ ամրոցներ կառուցեց, որի հետևում իր զավակները կարող են ապահով լինել եւ գալիք բարկությունից փրկվել։ Հիմա դուք կարող եք միգուցե մտածեք, ասեք, սա ինչ կապ ունի մեր այսօրվա հանգանակության հետ, ես գալիս եմ դրան։ Հաջորդ նմանությունը, որ կար, դա տիրապետությունն էր։ Սողոմոնը տիրում էր ազգերի վրա։ Նա հզոր էր։ Նրա հետ ոչ ոք չէր ուզում գործ ունենալ, ոչ ոք չէր ուզում նրա հետ պատերազմել։ Նա ընդարձակեց Իսրայելի սահմանները, ինչպես ասում են, ծովից ծով Իսրայել ստեղծեց։ Շատ թագավորներ նրան հարկատու եղան, ենթարկեցրեց իշխաններին եւ թագավորներին։ Բայց նրա զավակը Ռոբովամը իր անխոհեմության պատճառով այդ ամենը տվեց եւ կորցրեց։ Բայց Հիսուս Քրիստոսը երբեք ու երբեք իր տիրապետությունը չի կորցրել։ Նա տիրում է տիեզերքի վրա եւ տիրում է իրերի դրության վրա եւ նաեւ քո իրավիճակների վրա։ Փառք Աստծուն, այն ոտքերը, որ գանված էին Գողգոթյան խաշին, այսօր դրված են նրա թշնամիների պարանոցին։ Այն մեխերը, որ նրա ձեռքերն էին մեխած, հիմա այդ ձեռքերի մեջ նա պահում է ողջ տիեզերքը եւ ողջ թագավորներին ու թագավորություններին։ Եվ վերջի մասը, որ Սողոմոնը եւ Հիսուսը նմանություն ունեին, բայց այս վերջի մասի մեջ ավելի շատ երևում է նրանց եւ նմանությունը եւ տարբերությունը։ Դա Սողոմոնի հարստությունն էր։ Նա աշխարհում երբևէ ապրած ամենահարուստ մարդկանցից մեկն էր։ Նրա ժամանակ նա այնքան գանձեր, այնքան ոսկիներ ուներ, որ ոսկիները քարերի նման մի բան համարվեցին, իսկ արծաթը ոչինչ։ Նա պալատներ կառուցեց, նա մեծ ունեցվածքներ ուներ, այգիներ տնկեց, բայց մի հարց է ծագում ինձ համար, ինձ ինչ, որ Սողոմոնը հարուստ է, դրանից ինձ ինչ։ Սողոմոնը հարուստ է ինքը իր համար, Սողոմոնը պալատներ է կառուցում ինքը իր համար, նա փնտրում է իր սեփական օգուտը, պատիվը, մեծությունը։ Այո, մենք հիանում ենք Սողոմոնի մեծությամբ եւ հարստությամբ, բայց մենք չենք կարողանում հիանալ նրա բարությամբ։ Ի տարբերություն սրան, սիրելիներ, Հիսուսը ինքը իր մասին չի մտածում։ Նա ամբողջովին մտածում է ուրիշների մասին։ Նա այս երկրի վրա ծնվեց գոմի մեջ, մսուրի մեջ։ Նա գլուխը դնելու տեղ չուներ, բայց մեզ համար երկնքում քաղաք է կառուցում։ Սիրելիներ, նա ամեն բան արել է, որ մենք այստեղ կարիքի մեջ չլինենք։ Ես կարծում եմ, երբ որ ես ինձ բռնացրեցի այդ խանութի մեջ, որ ինչքան գները թանկանում են, այդքան երբեմն հավատքս տկարանում է։ Գների այդ աճի հետ իմ հավատքն է իջնում։ Եվ ես հետո, երբ որ կարդացի այս տողերը, ես հասկացա, որ Աստված մեծ է։ Սիրելիներ, մեր փեսան, որի հետ մենք ամուսնացել ենք, նա շատ հարուստ է։ Մեզ մնում է միայն նրանից խնդրել եւ նա կտա։
Մենք չենք ամուսնացել Ռոբովամի հետ, որ մեզ կարիճներ պետք է տա, մենք ամուսնացել ենք Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ նա մեզ ամեն ինչ կարող է ապահովել նաև այս դժվար օրերին։